Բարի տարավարես եթերին, երեք հիմնական այսպես թեմա ունենք, որոնց հետ կապված կլսենք ձեր տեսակետը։ Եվ այսպես այլևս խնդիրներն արձակված են, Իրան-Իսրայել մեծ պատերազմ է, կարող ենք ասել այս ընթանում, ինչ հետևանքներ սա կունենա, սա որքան դեռ կտևի, տարածաշրջանում կարևոր է մեզ համար, ինչ ազդեցություն կունենա դա, ինչ է սպառնում Հայաստանի, Սյունիքի, Reuters-ը անգամ գրել էր, որ Ադրբեջանը ըստ էության նախապատրաստվում է, հնարավոր է նախապատրաստի Հայաստանի վրա հարձակման, օգտվելով ստեղծված իրավիճակից։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, իհարկե շարունակում է մեր ուշադրությունը մնալ հայ առաքելական եկեղեցու դեմ կեղտոտ արշավի, որը իրացվում է, այս մասով ենք խոսենք եւ սպասում է Փաշինյանի այցը Թուրքիա։ Նախ այն ինչ տեղի ունեցավ օրեր առաջ, Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու երկու շահառու պետություն կա, ընդ որում դա միայն Իսրայելը չի, դա նաև Միացյալ Նահանգներն է, եւ հիմա ասեմ ինչու։ Ուրեմն առաջին ինչ խնդիր է դրել Իսրայելը այդ ռազմական գործողություններով։ Առնվազն 4 ուղղությամբ գործողություններ իրականացրել։ Առաջին դիվերսիոն խմբերի միջոցով վաղօրոք նախապատրաստված փորձ արվեց գլխատել Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական, քաղաքական եւ կրոնական ղեկավարությունը, ընդ որում ռազմական ղեկավարության բավականին բարձրաստիճան անձանց դեմ մահափորձերը մի մասը հաջողությամբ պսակվել է։ Երկրորդ ուղղությունը այդ նույն դիվերսիոն խմբերի ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության, հակահրթիռային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ռազմական տեխնիկան, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռների կայանքները։ Այստեղ եւս Իսրայելը կոնկրետ որոշակի հաջողություններ գրանցել է։ Երրորդ ուղղությունը միջուկային հետազոտությունների ուրանի հարստացման տարածքներում ցենտրիֆուգների ոչնչացմանն էր ուղղված եւ չորրորդ ուղղությունը քրիտիկական ենթակառուցվածքներին հարվածելը, մասնավորապես նավթի արդյունահանման, վերամշակման, ինչպես նաեւ բնակչության կենսագործունեությունն ապահովող մի շարք նաեւ այլ կառույցներին թիրախավորելը։ Ընդ որում վերջին երկուսը Իսրայելը օդուժի միջոցով էր փորձում անել եւ այստեղ մի հետաքրքիր փաստ արձանագրենք։ Այն տարածքը, որտեղից Իսրայելի ինքնաթիռները մարտական խնդիր են ստացել կատարելու, դեպի հրթիռները արձակելու վայր հեռավորությունը բավարար չէր մեկ լիցքավորումով կատարել մարտական խնդիրը եւ վերադառնալ դեպի ելման կետ։ Այսինքն այդ ինքնաթիռները երկնքում վառելիքով վերալիցքավորվել են։ Տարբեր գնահատականներով Իսրայելը առավելագույն ունի 14 վերալիցքավորման ինքնաթիռ, ընդ որում յուրաքանչյուր ինքնաթիռ միջինով կարող էր վերալիցքավորել 3 ռազմական գործողություն իրականացնող ինքնաթիռների։ Հաշվի առնելով, որ իսրայելական աղբյուրները առաջին օրը բարձրաձայնել էին մոտ 200 ինքնաթիռի ռազմական գործողությունների մասնակցելու փաստը, ապա կարող ենք արձանագրել, որ Իսրայելի 14 վերալիցքավորող ինքնաթիռները բավարար չէր այդ 200 ինքնաթիռների լիցքավորման համար երկնքում։ Այստեղ հարց է առաջանում այդ դեպքում ինչ ինքնաթիռների միջոցով են այդ վերալիցքավորումը կատարել։ Եվ այստեղ արդեն ի հայտ է գալիս Միացյալ Նահանգների գործոնը, որի նախագահը առաջին օր ասաց, որ Միացյալ Նահանգները չի մասնակցում այս գործողություններին, բայց որը իրականությունից բավական հեռու էր, այսինքն վերալիցքավորող ինքնաթիռները տրամադրվել էր Միացյալ Նահանգների կողմից։ Բալիստիկ հրթիռների եւ միջուկային օբյեկտների, այդ թվում նաեւ ցենտրիֆուգաներով ուրանի հարստացման, ինչպես նաեւ հիպերձայնային հաղորդությամբ հրթիռների պահոցների խոցելու Իսրայելի գործողությունը չէր կարող ի սկզբանե հաջողություն ունենալ, որովհետեւ այդ հրթիռները եւ ցենտրիֆուգները գտնվում էին ապարաժա քարերով
լեռների մոտ 80-ից 120 մետր խորության վրա։ Իսկ այն հրթիռները եւ ռումբերը, որ օգտագործել է Իսրայելի օդուժը, նաեւ իրենց կողմից արձակված հրթիռները, առավելագույն 30-ից 40 մետր խորությամբ ծագար է առաջացնում, փոս նշանակում է, որ պահոստները չեն խոցվել։ Հարվածել են նաեւ կրիտիկական ենթակառուցվածքներին, այդ թվում նաեւ նավթի վերամշակման գործարաններին, կենսագործունեությունը բնակչության ապահովող այլ թիրախներ է օգտագործել։ Առերևույթ դրանով բնականաբար Իսրայելը գործնականում ռազմական խնդիր չէր կարող լուծել հաղթանակի համար։ Գոնե նվազագույնը հաղթանակ տոնելու համար Իրանի նկատմամբ հրթիռային եւ օդուժի ռմբահարումներից եւ հրթիռակոծումից հետո պետք է ցամաքային զորքերի մուտք Իրանի Իսլամական Հանրապետության տարածք։ Բայց կարծում եմ այդ գործողությունից առաջ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը խնդիր է դրել, որպեսզի Իրանում ներքին դժգոհությունները եւ անջատողական տրամադրությունները առավելագույն մեծ լինեն։ Հաշվի առնելով, որ Իրանը բազմազգ պետություն է, 4 հիմնական էթնիկ խումբ կա, որոնք կազմում են Իրանի բնակչության 90%-ից ավել, 50% եւ փոքր ավել դրանք պարսիկներն են, այնուհետև երկրորդ էթնիկ խումբը ազերիներն են, այսպես կոչված արևելյան արմենիական ադրբեջաններում ապրող, երրորդ էթնիկ խումբը քրդերը, չորրորդը բելուժները։ Եվ կարծում եմ եւ ռազմական, եւ գիտական, եւ քաղաքական, եւ հոգեվոր առաջնորդների նկատմամբ ահաբեկչությունը սպանության փորձերը նպատակ ունեն Իրանի ներսում իրականացնել ներքին խորը դժգոհություն բնակչության նկատմամբ։ Այսինքն կարելի է ասել, որ դա ավելի շուտ միտված է ներքին լուրջ անկայունություն ստեղծելու, որը պետք է այնուհետև գեներացվել անջատողական տրամադրություններով, որը նվազագույնը ազարի կոչվող էթնիկ խմբի կողմից, սա կարելի է արձանագրել, որ ձախողվել են։ Հիմա ինչով պատասխանեց Իրանը։ Ակնհայտ է, որ Իսրայելի հակաօդային պաշտպանության երկաթյա գմբեթ կոչվող համակարգը փաստացի չկարողացավ չեզոքացնել Իրանից արձակված հրթիռները եւ շատ բալիստիկ հրթիռներ մինչ այսօր առավոտյան թիրախային հարվածել են Իսրայելի եւ ռազմական եւ կառավարման կենտրոններին եւ հակաօդային պաշտպանության համակարգերին, բայց այսօր առավոտյան Իրանը բավական մեծ քանակով հիպերձայնային արագությամբ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ընդ որում ասեմ ձեզ, այս հրթիռների արդյունավետությունը թիրախներին հարվածելու 100% անոց է, որովհետեւ անցյալ տարի հոկտեմբերի 1-ին, երբ Իրանի եւ Իսրայելի միջև եւս հրթիռային հարվածներ տեղի ունեցան, 10-ից ավել հիպերձայնային արագությամբ հրթիռները, որոնք արձակվեցին Իրանի կողմից, որովհետեւ մեկը չխոցվեց երկաթյա գմբեթի կողմից։ Իսկ սա նշանակում է, որ Իրանը կարող է նաեւ թիրախավորել այդ հրթիռներով Իսրայելի միջուկային հետազոտությունների, միջուկային ռումբի պահոստները, որը Իսրայել պետության համար կարող է իսկապես մահաբեր լինել։ Հիմա այդ հիպերձայնային արագությամբ հրթիռները այս պահին խոցում են հիմնականում Իսրայելի քիմիական գործարանները։ Հաշվի առնելով Իսրայել պետության բավականին փոքր տարածքը ի համեմատ Իրանի Իսլամական Հանրապետության, այդպիսի հարվածները կարող են բնականաբար նաև բնապահպանական լուրջ աղետների առջև կանգնացնել Իսրայելի տարածքում բնակվող բնակչությանը։ Սա ինչ վերաբերում է Իսրայելի կողմից որպես շահառու, բայց կա նաև երկրորդ շահառուն Միացյալ Նահանգներ, որի նպատակը մեծ հաշվով նվազագույնը Իրանի այաթոլաների կառավարման ինստիտուտը փոխելն է, առերևույթ, բայց կարծում եմ ավելի հեռահար նպատակ կա, իսկ հեռահար նպատակը պայմանավորված է նրանով, որ Իրանը եւ արաբական աշխարհի նավթառատ այն երկրները, որոնք հիմնականում վաճառում են նավթը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, որոշակի հսկողություն ունենալն է այդ նավթի արդյունահանման, տեղափոխման եւ վաճառքի գնային քաղաքականության վրա, որը նշանակում է, որ եթե Միացյալ Նահանգները կարողացան հասնել նրան, որ օրինակ Իրանը փակի Հորմուզի նեղուցը, որտեղ այդ տարածքով տեղափոխվում է արդյունահանվող նավթի մոտ 40%-ը,
նշանակում է գնային քաղաքականությամբ նավթի գները կարող են շատ կտրուկ առավելևս որ հիմա էլ մոտ 20%-ի տարբերությամբ աճել են եւ կարող են մի քանի անգամ գները թանկանալ։ Սա նշանակում է, որ Չինաստանը իսկապես Չինաստանի տնտեսությունը, եթե սա տևի ամիսներ, ապա Չինաստանի տնտեսությունը իսկապես կարող է լրջագույն խնդիրներ ունենալ, հաշվի առնելով եւ նավթի գների թանկացումը եւ տեղափոխման ոչ կայուն վիճակը։ Եթե այս ռազմական գործողությունների աշխարհագրությունը մեծանա, բնականաբար արդեն իսկ արաբական այն երկրները, որոնք նաև հիմնականում արդյունահանում են նավթ, այդ նավթը եւս շատ դժվարությամբ կարող է տեղ հասնել Չինաստան։ Սա ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին։ Ռուսաստանի Դաշնությունը կեցվածք է դրսևորել երկրի ղեկավարը միջնորդական առաքելությամբ պատերազմը կանգնեցնելու։ Իրանի արտգործնախարարը երեք հայտարարեց, որ իրենք պատրաստ են միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ հստակ երաշխիքներով գործընթաց սկսել, բայց դա չի վերաբերվում խաղաղ ատոմի աշխատանքների կասեցմանը, որ նշանակում է, որ Իրանը ինչպես պլանավորել էր, ընդ որում ռուսական կողմը 1 ատոմական հիմա կառուցում է Իրանում եւ պլանավորած է, որ ռուսական կողմը եւս 5 ատոմական կառուցի։ Իրանը, որպես ինքնիշխան երկիր, հաստատակամ է այդ աշխատանքները իրականացնելու։ Ես կարող եմ ենթադրել, որ այս թիրախային հարվածները այնուամենայնիվ կշարունակվեն, բայց այն, որ Իրանի պատասխանը իսկապես շատ ցավոտ էր Իսրայելի համար, կարծում եմ Իսրայելը սրա վերաբերյալ ռեալ պատկերացումներ չուներ։ Եթե դրանը գումարենք, որ եթե Իրանից զատ հիմա Եմենի հուսիտները եւս հիպերձայնային արագությամբ հրթիռներ են արձակում Իսրայելի ուղղությամբ, ապա սա Իսրայելի համար շատ ցավոտ կլինի։ Եվ պատահական չի, որ երեք Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ի նախագահին, երևի թե ենթադրում է առաջին հերթին հակաօդային պաշտպանության ռազմական տեխնիկա տեղափոխելու եւ հրթիռներ, որով որ հրթիռակոծվում է կոնկրետ Իրանը։ Թուրքիայից ինքնաթիռներ Ինջիրլիկ օդանավակայանից իրականացնում են մարտական խնդիր, երկնքում հետախուզական տվյալներ հավաքելով եւ Իրանի երկինքը վերահսկողության տակ պահելով, այսինքն կարելի է արձանագրել, որ Իսրայելի գործողություններին արդեն լծվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրներ։ Եվ ամենակարևորը, եթե այստեղ ուժեղանում է եւ Իրանը այնուամենայնիվ որոշակի ձախողումներ է կրում, ապա ուժեղանում է թուրքական գործոնը։ Եվ ակնհայտ է, որ այդ գործոնի ուժեղացումը ուղղակիորեն նաեւ հարված է Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերին, որտեղ այդ թուրքական գործոնի ուժեղացումը առաջնահերթին տեղի ունենալու Իրանի թուլացման կամ տկարացման հետևանքով։ Այն, որ Իրանի եւ ռազմական եւ քաղաքական եւ հոգեվոր առաջնորդները բազմիցս արտահայտել են Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանության օգտին, կարծում եմ, որից մեկի համար գաղտնիք չի, բայց այն, որ Իրանը հիմա փաստացի գտնում է պատերազմի մեջ, իհարկե սա չհայտարարված պատերազմ է, միգուցե սա լինի գայթակղություն եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ մասնավորապես այդ երկու պետությունների աշխատանքները տարածաշրջանում համակարգող Բրիտանիայի համար։ Եվ եթե դրան էլ ավելացնենք, որ այսօր Բրիտանիայում փոխվել է մի 6 ռազմական հետախուզության ղեկավարը, որի կենսագրության այնքանով որքանով տվյալներ հասանելի են սոցիալական ցանցերում, Սույն տիկինը ինքը իր մասնագիտությամբ մարդաբան է, բայց զբաղվել է տեխնիկական օպերատիվ աշխատանքներով, ղեկավարել է այդ կառույցում գաղտնի Q անվանումը կրող վարչությունը, նաև միաժամանակ մասնագիտացել է հակահետախուզության մեջ։ Այս փոփոխությունը կարծում եմ նաև պայմանավորված է Բրիտանիայի քայլերով մերձավոր արևելքում։ Նոր ղեկավարը ինքը մասնագետ է առաջնահերթին մերձավոր արևելյան երկրների եւ Եվրոպայի։ Ես կարծում եմ պատահական չի նշանակված սույն անձը հիմա այդ պաշտոնին, եթե դրան գումարենք ընդամենը 5 տարի առաջ նույն հունիս ամսին Բրիտանիան ունեցավ նոր մի 6-ի ղեկավար Ռիչարդ Մուր, որը իր մասնագիտությամբ եւ գործունեությամբ թուրքագետ էր, երկար տարիներ Թուրքիայում Բրիտանիայի դեսպանն էր հանձնում որպես հետախույզ։
Կարծում եմ սա եւս ցուցիչ է, որ գնահատենք Բրիտանիայի ուղակի շահերի եւ գործնական քայլերի տիրույթը այլևս բական ընդլայնվում է իր մեջ ներառելով ոչ միայն իր կենտրոնական Ասիա եւ հարավային Կովկասի երկրները, այլև Մերձարարևելքի հիմնականում արաբական աշխարհի եւ Իրանի տարածքները։ Սա ինչ վերաբերվում է այդ հակամարտությանը։ Ինչը սպառնում է Նահապետյան։ Գիտեք, տեսականորեն նայենք հետեւյալ իրողությունը, եթե Ներողություն եւ նորմալ է, որ ստեղծված իրավիճակում որևէ այսպես զինվորականության խաղաղ շտաբի շուտ հավաք չի իրականացվում հասկանալու Աստված մի արածց է, եթե հանկարծ։ չէ, այդպես չի էլ լինի, այդ հույսերը սինեն, ինչու՞։ Որտեվ Փաշինյանը իրականում, եթե մենք նման հույսեր ենք տածում կամ միգուցե մեր հորդորներն ու պահանջները արդարացի են, դա երկրի այն կառավարչին, որը ի պաշտոնե սպասարկում է Հայաստանի Հանրապետության շահերը, բայց Փաշինյանը չի սպասարկում Հայաստանի Հանրապետության շահերը։ Այդ մարդը ես ասել եմ, կրկնում եմ եւ ամենայն հավանականությամբ սա իրողություն է, թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կամակատար կամ կոլաբորանտ իշխանություններն են Հայաստանում, այսինքն իրենք սպասարկելու են այլ խնդիրներ։ Հիմա ինչ վտանգներ կա, վտանգը շատ առարկայական է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելով ինչ որ տարածքներ օտարելով առաջին հերթին Սյունիքի մարզից այդ որոշումը կկայացվի Անկարայում եւ Բաքվում։ Այդ որոշումը նվազագույնը կայացվելու է Լոնդոնում։ Բայց մի բան փաստ է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանից Նախիջևան մարդկանց եւ բեռների տեղափոխումը տեղի ունենում Իրանի միջոցով ճանապարհ կար, որտեղ Ադրբեջանից Իրան, Իրանից Նախիջևան եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային միջոցներ էին աշխատում։ Հիմա այդ ճանապարհը փակ է։ Հիմա տեսականորեն նայենք հետեւյալ իրողությունը։ Եթե Նախիջևանի ժողովուրդը, բնակիչները, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են, ցամաքային սահմանով, օրինակ ցանկանան տեղափոխվել Ադրբեջան ոչ օդային, ապա իրենք կարող են վրթոմունք հայտնել, որ Հայաստանի իշխանությունները շուրջ 5 տարի խոստացել են, որ բացվի ճանապարհ, որը կարող է կապել Ադրբեջան Նախիջևանին, Հայաստանի իշխանությունները չեն արել։ Եվ եթե դրան գումարենք, որ եթե Իրանի եւ Իսրայելի միջև զինված հակամարտությունը շաբաթներ տևեց, ես չեմ բացառում, որ Իրանի այն մասում, որտեղ հիմնականում ազերի ժողովուրդն են բնակվում, որոնց իբր արունակիցները Ադրբեջանում են, թեև Ադրբեջանում այդ ազերիների բացառապես կապ չունեցող էթնիկ խումբ է, որոնք ժամանակին անվանվել են Կովկասյան թաթարներ։ Ինչևէ, եթե այդ ժողովուրդը փորձի Իրանից դուրս գալ, ապա ճանապարհը երկու ուղղություն է լինելու, մեկը դեպի Թուրքիա, մյուսը դեպի Նախիջևան։ Նույն պատկերացեք, եթե Նախիջևան մտնում են եւ Նախիջևանից փորձելու են տեղափոխվել Ադրբեջան։ Ցամաքային ճանապարհ չկա, միակ ցամաքային ճանապարհը Իրանով վերանցնում է, ճանապարհը փակ է։ Եվ Հայաստանի օրվա իշխանությունների արչև կարող է պահանջ դրվել, որովհետեւ Հայաստանը տրամադրի մարդասիրական միջանցք։ Ես չեմ բացառում, որ եթե հունիսի 20-ին այնուամենայնիվ տեղի ունենա Էրդողան-Փաշինյան հանդիպումը, ապա Փաշինյանը միգուցե նաև հորդորի Էրդողանը հորդորի Փաշինյանին, որ Հայաստանը տրամադրի մարդասիրական միջանցք։ Իսկ այդ միջանցքը որ պահին, որ տրամադրվեց, իրականում ինքը ճանապարհ չէ, միջանցք, այսինքն տեղափոխող անձանց նկատմամբ չի իրականացնելու Հայաստանի երկու պետական ինստիտուտների սահմանապահ ծառայության եւ մաքսային ծառայության գործառույթները, ապա Իրանից եւ Նախիջևանից 100,000 անձինք Հայաստանով կարող են տեղափոխվել Ադրբեջան, ընդ որում ես չեմ բացառում, որ այդ տեղափոխների մի մաս ուղղակի մնան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ Փախստականների ճամբարներ, վրաններ, մարդասիրական օգնություն եւ այդպես շարունակ։ Եվ դրանից հետո դեր հարց է, այդ 100,000-ավոր քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կգան, թե ոչ։ Այդ վտանգը խիստ առարկայական է, դա պետք չի անտեսել եւ սա դեռևս խաղաղ պայմաններով։ Էլ չեմ ասում, որ եթե Լոնդոնում այնուամենայնիվ որոշում կայացի, որ Ադրբեջանի զինուժը Նախիջևանից մի կողմից եւ Ադրբեջանից մյուս կողմից փորձի
օտարել Հայաստանից որոշ տարածք Սյունիքի մարզից, ապա այդ ժամանակ ուղղակի Հայաստանի տարածքներից մի մասը հիմնականում հարավային ուղղությամբ ուղղակի կբռնազավթվի Ադրբեջանի զինուժի կողմից, դրանից բխող մեզ համար ճակատագրական լրջագույն սպառնալիքներով։ Այս իրողությունները ակնհայտ են եւ ցավոք այս իրողությունների դեմ միակ պետությունը, որը իր շահերից ելնելով շատ խիստ կեցվածք ուներ, որպեսզի այդ միջանց կոչվածը չբացվեր, դա Իրանի Իսլամական Հանրապետությունն էր։ Հիմա գնահատելով, որ նրանց մոտ վիճակը իսկապես պատերազմական է, կարող է, եթե մեկը մեկին չի խանգարում, նաև Իրանն է հասկանում, եթե Սյունիքը կամ Սյունիքից ինչ-որ մաս Հայաստանից օտարվի եւ թուրքական ադրբեջանական զորք հետեղ հայտնվի, դա նոր մարտահրավեր է եւ սպառնալիք է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ես չեմ բացառում, որ Իրանը ուղղակի այս ուղղությամբ եւս գործողություններ իրականացնի։ Հավանականությունը խաղաղ պայմաններում շատ ավելի մեծ էր Իրանի կոշտկեցվածքը գետնի վրա զենքի ուժով Ադրբեջանից ստիպել, որպեսզի նման քայլ չանի, իսկ հիմա այդ հավանականությունը փոքրացել է, բայց ես չեմ բացառում, որ Իրանը այնուամենայնիվ այդ քայլին դիմի։ Սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուղիղ եւ ամենօրյա ռեժիմով իրենք երկխոսության մեջ են Թուրքիայի հետ։ Ես սպասում եմ նաեւ իր այցը Թուրքիա ինչ օրակարգով է գնում, արդյոք հարակում են այն տեսակետերը, որը ստեղծան միակ տեղ ունի, եթե Էրդողանն գնում է այլ փոխելու համար։ Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու համար ունի երկու նախապայման։ Նախապայման առաջին, Հայաստանը ամբողջովին կատարում է Ադրբեջանի նախագահի կողմից բարձրացված պահանջները։ Երկրորդ, Հայաստանը հրաժարվում է ցեղասպանության եւ նրա հետևանքների վերացման քաղաքականությունից։ Հիմա ինչ պահանջներ են ներկայացել Ադրբեջանի նախագահը եւ որոնք ինչ սպառնալիք են մեր երկրի եւ տարածքային ամբողջականությանը եւ անվտանգությանը։ 300,000 փախստականների վերադարձ։ Այդ մարդիկ, եթե Հայաստանը բավարարում է այդ պահանջը, ապա դրանք բնակվելու են Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներում։ Եվ ապահովելով եւ անվտանգությունը, բնականաբար Հայաստանի իշխանությունները չեն ապահովելու անվտանգությունը, այսպես կոչված չեզոք երրորդ երկրի համապատասխան կառույցները կարող են գալ, իսկ ամենահավանականը դա թուրքական համապատասխան ծառայությունների տասնյակ հազարավոր զին անձնակազմն է։ Երկրորդ, Հայաստանը պետք է Ադրբեջանին մուծի եւ որի վերաբերյալ Ադրբեջանի նախագահը բարձրաձայնել է ռազմական տուգանք, կոնտրիբուցիա։ Երրորդ, փոխհատուցում, ռեպարացիա։ Դա ընդ որում այդ թվի մասին 160 միլիարդ Ալիևը բարձրաձայնել է։ Սա 3 պայման։ Չորրորդը, Արցախի ինքնապաշտպանական մարտերը կազմակերպած եւ այդ մարտերին մասնակցած անձանց նկատմամբ քրեական հետապնդում եւ արտահանձնում Ադրբեջանին։ 5-րդ պահանջ Զանգեզուրի միջանցքի բացում։ 6-րդ պահանջ սահմանադրության փոփոխություն անկախության հռչակագրի հեռացումով եւ 7-րդ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում։ Հիմա այս 7 պահանջը այսօր օրակարգային են։ Ես կարծում եմ, որ նաեւ Էրդողան-Փաշինյան եթե այդ հանդիպում տեղ ունենա, ապա այս պայմանների մասն է քննարկում լինելու, դրան ավելացնելով ես առավել քան համոզված եմ, իհարկե դրա մասին կարող է եւ Էրդողանը եւ Փաշինյանը չբարձրացնել, բայց Զանգեզուրի միջանցքի բացման այս պայն ստեղծված հարմար առիթ օգտագործել է անունը դնելով մարդասիրական միջանցք, որ նշանակում է գործնականում Հայաստանից Իրանի սահմանը կտրել եւ օտարել մեզանից։ Այս վտանգը ամենաառարկայականն է եւ եթե Փաշինյանը այդ հանդիպումը տեղի ունեցավ եւ վերադարձավ այս կամ այն ձևով ակնարկներով խոսեց, ուրեմն ես վստահաբար ասեմ, որ Փաշինյանը խոստացել է Էրդողանին, որ Հայաստանից տարածք կտրամադրի, իսկ այդ տարածքը Հայաստանի եւ Իրանի սահմանն է լինելու, այսպես կոչված մարդասիրական միջանցքը կյանքի կոչելու համար։ Այսքանը։
մտածել հարձակվել եկեղեցու վրա, այլապես իրենց պատասխանը համարժեք կլինի, բայց ինչ սպասել, ինչ զարգացումներ կլինեն։ Իդեպ ասեմ այսպես, կյանքի խոսք կառույցի ղեկավարը Facebook-յան իր պաշտոնական էջում եւ նաեւ այդ կառույցը մի հաղորդագրություն էին տարածել, որով հաստատում են, որ այդ կազմակերպության անդամները որևիցե ձևով մասնակից չեն լինելու պետություն հայ առաքելական եկեղեցի այն լարմանը, որի նախաձեռնողը իշխանություններն են։ Սա ինքնին գովելի է եւ կարծում եմ, որ որպես այդ կառույցի եւ ղեկավարը եւ անդամները իրենց քրիստոնյա են անվանում եւ հետ չեն կանգնի իրենց տված խոստումից, իսկ դա նշանակում է, որ եթե այդպես է լինելու, նշանակում է, որ Փաշինյանի կողմից մայրաթոր գրոհելու, ինչ որ խմբեր ստեղծելու իրենց նախաձեռնությունը գործնականում տապալվել է։ Եթե ինչ որ տասնյակ կամ մի քանի 100 մարդ այնուամենայնիվ փորձ արվի այդ մարդկանց միջոցով ինչ որ խնդիրներ լուծել, ես կարծում եմ արժանի հակահարված կստանան եւ շատ խիստ եւ մոտակա տարիների համար որովհետեւ մեկի մտքով անգամ չի անցնի, որ որովհետեւ ձևով փորձ արվի մայրաթոր Սուրբ Էջմիածին, Վեհարան, Վեհապար Հայրապետի կամ մայրաթորի միաբանների նկատմամբ հոգեբանական եւ առարկայական ֆիզիկական որոշակի գործողություններ կամ բռնություններ իրականացնել։ Այն որ Փաշինյանը իր զուգընկերոջ հետ կապված բավականին խիստ վիրավորական արտահայտություններ է արել, ընդ որում անհասցե կոնկրետ անուններ չկան, ես կարծում եմ մենք եւ նրանք ովքեր որ այսօր իրենց համարում են մեր եկեղեցու զավակ որպես քրիստոնյա համարժեք պատասխան պետք չի տալ այդ վիրավորական արտահայտություններին, թեև կարող ենք ասել, եթե վերացական Աննա Հակոբյան կոչեցյալը եկեղեցու հոգևորականներին, ասենք, մանկապիղծ է ասում, ասենք, այդ տրամաբանությամբ ցանկացած որևիցե անձ, որը կառավարության, ազգային ժողովում, քաղաքապայմանագրի վարչությունում այս կամ այն ձևով որոշակի մոլության կամ պղծության մեջ է, հավաքական առումով մենք կարող ենք նույն տրամաբանությամբ բոլորին անվանել անխտիր, այդ թվում ոչ միայն մանկապղծության, այլասերվածության, արյունապղծության, թմրամոլության, խաղամոլության եւ բազում նման արատների մեջ, բայց ես կարծում եմ մենք գոնե հասկանում ենք, որ այդ պատասխանը պետք չի տալ, նման բաներ պետք չի ասել, հիմա Իհարկե, շատ ճիշտ է, այսինքն հիմա հայտարարություն արվի, որը իրավական հետևանքներ պիտի ունենա։ Ես դրա համար եմ ասում, այսօր մայրաթորը մի հայտարարություն տարածեց, կարծում եմ շատ զուսպ, տեղին եւ կոնկրետ թիրախային հայտարարություններ, իսկ մեր եկեղեցու զավակները գոնե այդ առումով որոշակի առումով համբերատար եւ զուսպ լինեն, եթե իշխանությունների եւ իրենց կողմից ֆինանսավորվող եւ կառավարվող մի քանի տասնյակ կամ 100 մարդ փորձ անեն եկեղեցու մայրաթորի եւ Վեհարան նկատմամբ ինչ-որ գործողություններ, պատասխան նորից եմ կրկնում, շատ խիստ ալնելու, որտեվ եթե իրենք մտածում են, որ սա իշխանությունների կողմից նյութական հարթությունում իրենց գերիշխանությունը ցույց տալու նաեւ գործիք է, ապա մեր կեցվածքը լրիվ այլ է լինելու, որտեվ ես երկու հիմնավորում եմ բերում։ Փաշինյանը իր Facebook-յան էջում անընդհատ Դավիթ Թագավորից սաղմոսներն է մեջ բերում, ինքնաներշնչանքի համար, իդեպ ինքը իրեն գրում է եւ իրեն այդ Դավթի կերպարի մեջ է, պատկերացնում։ Ինքը մի քանի կերպարներով է ասեմ ձեզ, ինքը մի քանի կերպարների մեջ է ծրագրավորվել։ Առաջինը Մովսես Մարգարեի 18 թվականին ինքը իբր հայությանը Փարավոնի եւ Եգիպտոսի գերությունից հանող անձ է։ Ես դա վստահաբար եմ ասում, որտեվ ունենք փաստեր, որ որոշ աղանդավորներ եւ նրանց իրենց հով կոչվածները եւս Փաշինյան Նիկոլին Մովսես Մարգարե էին ասում, ինչեւ է հետո Պապ Թագավոր, հետո Հիսուս, հիմա ասենք եթե արձանագրենք, որ Փաշինյանը ինչ
հոգեվիճակով է, այդ հոգեվիճակը ինքն է ներշնչանքի։ Հիմա Դավիթ թագավորի մասն է խոսքը, բայց Դավիթ թագավորի մեջ բերում անող Սաղմոսներ անձը հրաշալի գոնե պիտի իմանա, որ Դավիթ թագավորը այն անձն էր, լինելով հրեա ժողովրդի Աստծո կողմից երկրորդ օծյալ թագավորը, անգամ սուր չբարձրացրեց մի օծյալի վրա առաջին Սավուխ թագավորի, որը ցանկանում էր Դավիթին սպանել։ Երբ իր զինվորները ասին դու հնարավորություն ունեիր քարանձավում նրան սպանել, ինչու չսպանեցիր, Դավիթ թագավորն ընդամենը շատ պարզ եւ հանգիստ ասեց. ես ով եմ, որ Աստծո օծյալի վրա սուր բարձրացնել։ Եթե Տիրոջը պետք լինի, որ նա քնի ու չզարթնի, քնի ու չի զարթնի։ Եթե պետք լինի մարտի դաշտում զովի, մարտի դաշտում կզովի։ Թեև առաջին օծյալը Աստծուց հետ էր կանգնել, նա պատվիրաններից մեղքերի մեջ էր, հա, բայց անգամ մեղքերի մեջ լինող Սավուխ թագավորի վրա Դավիթը որպես Աստծո երկրորդ օծյալ թագավոր հրեաների ճիշտ հստակ գնահատական տվեց, այսինքն Աստծո կողմից Սուրբ Հոգու ներկայությամբ օծյալի վրա որից մեկը իրավունք չունի ոչ միայն սուր բարձրացնել, այլև այդ որոշումը բեկանել։ Իսկ Փաշինյանը հիմա ինքը իրան իրավունք է վերապահում Աստծո ներկայությամբ Սուրբ Հոգու ներկայությամբ օծյալ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթոլիկոսը սուր բարձրացնել։ Սա առաջինը, այսինքն այս առումով ինքը ամբողջովին սխալ է։ Եվ այս խոսքս միայն կոնկրետ Փաշինյանի եւ շրջապատին չի վերաբերում, սա վերաբերում է Հայաստանում բացի մեր եկեղեցու այլ եկեղեցիների եւ կաթոլիկ եկեղեցի Հայաստանում ներկայացված կա, ավետարանչական եկեղեցի, բողոքական, խարիզմատներ կան, բոլորին նրանք ում անդամները իրենց քրիստոնյային համարում, ես այս օրինակը բերում եմ դրա համար, այսինքն որից է մեկը նման կեցված դրսևորելը առնվազն տգիտություն է։ Էլ չեմ ասում ավելի ծանր բան, որ նա Աստծո որոշում է ուզում փոխել։ Եվ երկրորդ, Փաշինյանին ասել եմ եւ իր թիմակիցներին, ում հիվանդագին ուղեղներում արկայծում է մի միտք, որ կարող են մարդաքանակով եւ որոշումով օծյալին պաշտոնից հեռացնել։ Ասել եմ, ասում եմ եւ կրկնելու եմ, ինչ սուր բարձրացրեցիք, այդ սրից էլ ընկնելու եք։ Փորձեք եւ կտեսնեք։ Բայց եթե անգամ այդ աղանդավորական շարժումները պետք ունեն, իրեն չի հաջողվի այդ խումբը ձևավորել եւ գնալ։ Այդ խումբը որովհետեւ էական ազդեցություն չի կարող ունենալ։ Ես ընդհանրապես մեկ զուգահեռ բերեմ 2018-ին, երբ որ Փաշինյանի վարկանիշը արհեստական, մանիպուլյատիվ, մարդահաճո խոսք ասելով Հայաստանում բացարձակ էր, անգամ այդ ժամանակ երբ 18-ի հունիսի 6-ին նոր Հայաստան նոր հայրապետ այսպես կոչված շարժումը փորձեց վեհապար հայրապետի նկատմամբ ճնշումներ գործածել եւ փոխել, հարձակվեցին, այո, անգամ այդ ժամանակ իրենք ցախողվեցին։ Հիմա ինչպես ոնց դա նրանք ովքեր մեջն են եղել շատ լավ գիտեն։ Անգամ այդ ժամանակ Փաշինյանը չկարողացավ, թե բոլոր տեղեր իր ականջները երևում էր։ Այնպես չէր, որ հիմա ուղղակի առաջին կռվի դաշտը ինքն է մտել երևացող, այն ժամանակ ականջներ էր երևում, ոչ միայն։ Իսկ հիմա որտեղ Փաշինյանի վարկանիշը շրիշակից էլ ներքև է, որտեղ անգամ խիստ դժգոհություն կա իր կուսակիցների, նաև համախոհների շրջանում, նաև այն մարդկանց, ովքեր 18-ին ու 21-ին Փաշինյան ձայն էին տվել, ապա այս պայմաններում Փաշինյանը վստահաբար դա չի հաջողելու։ Միակ քայլը, որը որ կարող են անել տեսականորեն, մենք մտածում ենք, որ այդ վտանգը միգուցե խարիզմատ կառույցների ադեպտների միջոցով տալվի, իսկ քանի որ դա այս պայն գործնականում չեզոքացված է, միակը իրավապահ համակարգի ներկայացուցիչները փորձեն բռնությամբ վեհապար հայրապետին, նաև որոշ հոգևորականներին ուղղակի ինչ որ սանկցիայով ուղղակի բերման ենթարկել կամ ձերբակալել։ Իսկ դա նշանակում է, եթե նման քայլ արեցին, դա նշանակում է Հայաստանում այդ պահից շատ կարճ ժամանակվա ընթացքում Փաշինյանի հրաժարականի պահանջը ոչ թե դառնում է անվստահության, ազգային ժողովում իմպիչմենտի գործընթաց, այլ գործնականում դառնում է 100%-անոց իշխանությունների նկատմամբ անհնազանդության գործընթաց։ Այսինքն, եթե միջ այդ
փողոցներում իրենք տեսնում են 20, 30, 50 հազար մարդ, ձեզ վստահեցնում եմ, որ պահին նման բան եղավ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 90% եւ ավելը հայտնվելու են փողոցում եւ առավել քան համոզված իրավունքի դաշտի եւ իրապահ համակարգի եւ դատախազության եւ քննչական մարմինների եւ ազգային անվտանգության ծառայության ծառայողներ գերակշիռ մեծամասնություն ուղղակի Փաշինյանի հրամանները չեն կատարի։ Սա իդեպ ասեմ այն ճանապարհն է, որով ես տեսնում եմ Հայաստանում օկուպացիոն ռեժիմի տապալում, այսինքն քաղաքացիական անհնազանդություն, որտեղ պետական ինստիտուտները այլևս իրենց գործունեությունից դուրս են դրվում, նրանց ասածները Հայաստանի որևիցե քաղաքացի չի կատարում։ Իհարկե սա չի վերաբերվում մեր կենսագործունեությունը ապահովող կարևորագույն ծառայություններին, առողջապահության, շտապօգնություն, ասենք ոստիկանություն, հերթապահ մասեր, օպերատիվ աշխատանք եւ այլն։ Բայց մնացածի դեպքում վստահաբար եմ ասում, որ պահի նման արարք արվեց, ուղղակի Հայաստանում գյուղերում, շրջաններում, մարզկենտրոններում, Երևան քաղաքում եւ այլ քաղաքներում ուղղակի ժողովուրդը իջնում է փողոց։ Սա Փաշինյանի վերջի ոչ թե սկիզբն է դառնալու, այլ վերջի վերջն է դառնալու։ Թող Փաշինյանը ականջին օղանի եւ փորձի։ Եթե ուզում է իսկապես ընդ որում այդ ժամանակ ճողոպրելու հավանականությունը համարյա զրոյացվելու է։ Այդպես նույնիսկ եթե Փաշինյանը իր ընտանիքի անդամներին վաղորոք Հայաստանից հանի, իսկ ինքը Հայաստանից փորձի ճողոպրել, ասենք կանացի շորեր հակած, որտեվ իր արտաքին ֆիզիոլոգիական կառուցվածքը ավելի շուտ կնոջի նման, քան տղամարդու։ Միգուցե այդ ձևով փորձի ճողոպրել, բայց դել չի օգնի։ Էդ էլ կբացահայտվի եւ կկասեցվի։ Ճողոպրել ասացիք, մի այսպեսի տարբերակ է։ Սեպտեմբերին Աննա Հակոբյանը 2 տարով գնում է Չինաստան մագիստրոսական կրթություն ստանալու։ Շատերը սա որակում են նաեւ փախուստի միջոց։ Այս մասով ինչ կան։ Ես առերևույթ այդպես նման է, ասենք 2 տարով գնում է, բայց ավելի շուտ ես հակված եմ այլ գնահատականի։ Իրենք այնքան վստահ են, որ 2026-ին վերարտադրվելու են եւ որևիցե խնդիր չեն ունենալու, դրա համար իր զուգընկերոջը Փաշինյանը ուղարկում է Չինաստան։ Թե ինչ գործերով դա կրթություն, վերապատրաստում, ես կարծում եմ դա ընդհանրապես պատրվակն է։ Բուն նպատակը գնալու դեռևս պարզ չի։ Դա պատրվակ է, իբր գնում է Ուսման Ծարավ է, գնում է այնտեղ Չինաստանի պատմություն, չինական փիլիսոփայություն, կոնֆուցիականություն է սովորում, որտեղ օրինակ ծնողների եւ զավակների հարաբերությունը ըստ կոնֆուցիականության ի տարբերություն հայ ժողովրդի, մեր ծնողները սովորաբար իրենց ապրած կյանքը եւ իրենց աշխատանքը եւ իրենց ներդրումը հիմնականում զավակների համար են արել եւ անում։ Ըստ չինական այդ փիլիսոփայության զավակների կյանքի իմաստը իրենց ծնողներին ծառայելն է։ Միգուցե եւ Աննա Հակոբյանին այդ գիտելիքները փոխանցելը, որը դառնա իր համար որպես ներքին էություն, միգուցե ինչ-որ բաներ հուշի, որ իր զավակները, իրենց զավակները զուգընկերների նույն ձևով վարվեն իրենց ծնողների հետ, ինչպես Չինաստանում։ Սա հնդածս գնահատական, բայց ես չեմ կարծում, եթե ճողոպրելու խնդիր կա, թեև ես չեմ էլ բացառում, որ մինչև սեպտեմբեր ամիսը շրջանում լրջագույն գործընթացները սկսում եւ սեպտեմբերից ուղղակի Փաշինյանը իր ընտանիքի բոլոր անդամներին այս կամ այն պատրվակով, ուսման պատճառով, երեխաները այն փոքրը չգիտեմ ինչ պատճառով, իր զուգընկերը Չինաստանում չինական փիլիսոփայություն, կոնֆուցիականություն ուսումնասիրելու պատրվակով դուրս գան։ Ես դա էլ չեմ բացառում, բայց ինչև է կապրենք կտեսնենք։ Այսքանը։